Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ ձեր ոտքերի տակ հազարավոր կիլոմետրերով ձգվող սուպերհամակարգիչ է աշխատում։ Դուք քայլում եք անտառում, լռություն է, բայց իրականում ձեր շուրջը ծառերը բղավում են, զգուշացնում ու կիսվում իրենց վերջին կտոր հացով։ Շոկային է, բայց փաստ։ Ընդամենը 1 թեյի գդալ անտառային հողում թաքնված է մինչև 10 կիլոմետր երկարությամբ սնկային թելիկների ցանց։ Սա Wood Wide Web-ն է, բնության սեփական ինտերնետը։ Այստեղ ծառերը ոչ թե մրցակիցներ են, այլ միասնական ուղեղի բջիջներ։ Դիտեք մինչև վերջ, որովհետև այն, ինչ կլսեք մայր ծառերի մասին, կփոխի ձեր պատկերացումը կյանքի մասին հավերժ։ Գիտեիք, որ անտառում կան մայր ծառեր։ Սրանք ամենածեր հսկաներն են, որոնք ստորգետնյա ցանցով ճանաչում են իրենց երեխաներին ու նրանց հատուկ սնունդ են ուղարկում, որպեսզի փոքրիկները չմահանան մթության մեջ։ Իսկ եթե մի ծառի վրա վնասատու է հարձակվում, նա ակնթարթորեն ազդանշան է ուղարկում ողջ անտառին ու հարևանները սկսում են թույն արտադրել պաշտպանվելու համար։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ծառերը նաև խոսում են ձայների միջոցով։ Նրանց արմատները արձակում են կտկտոցներ, որոնց մենք չենք լսում, բայց ուրիշ բույսերը հիանալի հասկանում են։ Այս ամենը թվում է ֆանտաստիկա, բայց սա գիտություն է։ Եթե սիրում եք բացահայտել բնության թաքնված գաղտնիքները, ապա հենց հիմա լայքեք այս տեսանյութը եւ միացեք Argon Blog-ի էջերին։ Մենք միասին ենք ուսումնասիրում այս զարմանահրաշ աշխարհը։ Բայց անտառն ունի նաև իր մութ կողմը։ Այստեղ կա իրական կիբերհանցագործություն։ Օրինակ, սև ընկուզենին սնկային ցանցն օգտագործում է հարևաններին թունավորելու համար, իսկ որոշ խոլորձներ պարզապես գողանում են ուրիշների էներգիան, դառնալով բնական ցանցահեններ։ Ավելին, երբ մայր ծառը զգում է իր մահը, նա իր ողջ փորձն ու սննդի պաշարները բաց է թողնում ցանցի մեջ, որպես կտակ հաջորդ սերնդին։ Սա անտառի կոլեկտիվ գիտակցությունն է, որտեղ մեկի մահը դառնում է մյուսի կյանքի սկիզբը։ Ձեզ հետ Argon Ռոբերտին էր, իսկ հիմա հարց ձեզ։ Եթե ծառերը կարողանում են հոգ տանել միմյանց մասին ու նույնիսկ կերակրել իրենց երեխաներին, մենք մարդիկս իրավունք ունենք մեզ համարել երկրագնդի միակ բանական էակները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ես անձամբ կկարդամ բոլորը։ Շուտով կհանդիպենք։